Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն ինչպես գիտեք հատվածում այս ծրագրի մեզ է միանում վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Դե կարծում եմ օրվա ամենա մեծ երևույթը Չինաստան այսն էր, պարոն Թրամփի այցը Չինաստան, դիմավորեցին շատ ժուշկալ, այսպես ասենք, բարձր պաշտոնյա չկար դիմավորելու։ Դե չինացի գիտեն ինչ են անում, չէ՞, պատահական չի լինում ոչ մի բան։ Ինչ են ուզում սրանով ասել, էլի։ Ինձ դուր է գալի, երբ որ տեսակ եմ, որ դրոշները փոքր շոու էին սարքել Ամերիկայով, ինձ դուր է գալի, երբ որ տենց ստրուկների պես է դիկտատորական երկրներում իրականում սարկազմով ասում դուր է գալի, երբ որ հավաքում են մարդկանց կանգնացնում են ու որ երեխեքի բերում։ այն որ տենց քան ստորացուցիչ է։ Ռադիոյով է լսում, մի բան կա, ասում է, որ շատ ավելի չինական դրոշներ են, քան ամերիկյան այդ երեխաների ձեռքին։ Այո, բանա տենց։ Հանրապես հավասար են անում, այս անգամ դա էլ հավասար չէր, էլի։ Դե ակնհայտորեն տեսեք, այստեղ հիմնական ինտրիգը Չինաստանի, այսինքն Չինաստանը շատ լավ հասկանում է ինչ է անում Հորմուզի նեղուցում կամ թերապես Իրանում Ամերիկայի Մեծ Նահանգները եւ մենք տեսանք, որ տարիֆային պատերազմ էր գնում միջև այդ, իսկ հիմա գլխավոր հարցը հետեւյալն է, որ ամենամեծ քանակությամբ նավթ Հորմուզի նեղուցում անցկացնում է Չինաստանը։ Տեսեք, հիմա շատերը կարող են ասել, դե բա այդ դեպքում կարող է ուրիշ տեղից բերել նավթ, օրինակ Ռուսաստանից ավելի շատ գնել, այո, անում է միանշանակ։ Կարող է եւ մենք հիշում ենք, ասում ենք, որ 4 ամսվա իրանք աշխարհի ամենամեծ պահեստներից ունեն նավթի եւ իրանք 4 ամսվա ուրեմն միշտ պահեստավորում են ունենում, շատ լավ, 4 ամսվա պահեստավորումն մի կողմ, բայց այստեղ մի պարզ հանգամանք կա, որ նավթի գներից իրենք շատ կախված են, որովհետեւ Չինաստանը աշխարհը այսօր գրավում է էժան ապրանքներով։ Էժան ապրանքների, ոնց որ ասում է, բնությունը երկու հիմնական հիմք ունի։ Մեկը էժան աշխատուժն է, որը Չինաստանում արդեն այդքան էժան չի, այսինքն համեմատության մեջ ենք ասում, էլի էժան է, բայց քան առաջ, որովհետև Չինաստանի կոմունիստական կուսակցությունը իրականում չեն սիրում ժողովուրդը, եկեք ճիշտը խոսենք, ոչ մեկ դիկտատորներին չի սիրում, դա ապացուցված բան է։ Բայց իրենց մոտ կա համաձայնություն, քանի տնտեսությունը աճում է, քանի Չինաստանը զարգանում է, ժողովուրդը ձեն չի հանում, հա։ Իսկ այդ ժողովուրդը եթե ոտի կանգնեց 1.5 միլիարդին, եթե անգամ, այսպես ասած, 10 միլիոնն էլ ոտքի կանգնեց, այնտեղ խայտարակ պատմություն կլինի, հա, որտեվ 10 միլիոնի դեմ ոստիկանություն եւ բանակ կիրառելը անգամ դառնում է կատաստրոֆիկ, այսինքն վտանգավոր։ Դրա համար Չինաստանի կոմունիստական կուսակցությունը սա ինչ շատ լավ հասկանում է եւ բացի դրանից կյանքի որակը երբ որ մի աստիճանի հասնում է, հետո ընկնում է, դա էլ ավելի ծանր է տարվում, քան երբ որ վատ է լինում, հետո փոքրիկ լավանում է, բայց էլի վատ է։ Հիմա ինչ էին անում իրենք։ Իրենք այսպես կոմպրոմիս ունեին, որ պետք է այդ էժան աշխատուժ լինելու պարագայում իրենք նաև ինչ են անում, աստիճանաբար փոքր այս կյանքը սկսեցին լավացնել։ Մեծ գումարներ դրեցին ուրեմն շինարարության վրա եւ շատ էժան հիպոթեկով, շատ էժան փորձեցին տները տալ, ասենք ոնց ստեղծել միջին խավ, տներով ապավել եւ այլն։ Բայց էժան հիպոթեկը ինչով էր պայմանավորված, որ պետությունը փոխհատուցում էր, դոտացիա էր տալիս, օգնում էր ուրեմն կառուցապատողներին, բանկերին էր գումար փոխանցում, հա, այդ որպեսզի փոխհատուցի այդ գումարները։ Եվ մենք տեսանք, որ 20-21 թվականներին արդեն սկսվեց այդ հիպոթեկային ճգնաժամը, չինական գիգանտները շինարարական սկսեցին վարի գնալ, եւ այդ հիպոթեկային ծր հիմա ասում բազմաթիվ, այսպես ասում է, այդ տներ կամ կանգնած են կամ դատարկ են, որովհետեւ արդեն բնակչության վիճակն էլ 20 թվականին թաղամասեր կան դատարկ, ոչ չի բարձր։ Այո, քաղաքներ ավելին ասեմ դες։ Հիմա Պրոբլեմը հետևյալն է, որ Չինաստանը իրան այս տատանումները տնտեսական ձեռնտու չի եւ ինչքան էլ ինքը մեծ քանակությամբ Հորմուզից նավթ էր բերում, ինքը դրանով նախ իր համար դիվերսիֆիկացնում էր, որպեսզի կախված չլինեն քաղաքականությունն մեկ երկրից կամ երկու երկրից։ Երկրորդը Չինաստանը այստեղ երկու թույլ կետ ունի, հա, նախ ամբողջ այսինքն Արմեն կներես, ընդհատում եմ, բայց այստեղ պետք է ավելացնել այն Վենեսուելայի հարցը, չէ, դեղեցել էր ինքը մեծ քանակությամբ, դրանից զրկվեց, հիմա փաստորեն իրանից լրիվ չի զրկվել, բայց դժվարությամբ է հասնում, ինչքան հասկացա, տարբեր երկրների դրոշների տակ, հա։ Վենեսուելա, Իրան, հիմնական իր ալտերնատիվ աղբյուրներից են եւ արաբական երկրները։ Հասկանում եք, հիմա արաբական երկրները չեն կարողանում էլ նավթ Հորմուզի նեղուցով անցկացնել, Վենեսուելան արդեն ամերիկյան է, անգամ եթե կարողանան էլ արդեն ամերիկյան գներով են առնելու եւ ամերիկյան տարբերակներով, իսկ այն ժամանակ իրանք ինչ էին անում։
Իրանք ստվերային ճանապարհներով, կոռուպցիայով, կաշառելով Վենեսուելայի ղեկավարությանը, ինչ որ ուրեմն այսպես տակից ինչ որ աջակցելով, ինչ որ զենքերով Ռուսաստանից միասին։ Ես կարդացի, որ իրենք առնում էին բավական էժան հենց իրանից, որտեվ գաղտնիեր Իրան է տեղափոխում, որտեվ արկել բանի տակ էին։ Դրա համար գրեթե կես գնով։ Այո, այսինքն Ռուսաստանից դա գնում էր ոչ թե ժողովրդի գրպան, այլ գնում էր Մադուրոյի գրպանը, հա, ու այդ կառավարության գրպանը։ Հիմա արդեն հնարավոր չի թաքցնել, ամեն մի տանկեր, ամեն մի բարելը արդեն ամերիկացիները գիտեն Վենեսուելայում։ Ճանապարհը վերահսկում են ամերիկացիները։ Երկրորդը Իրանն էր, որի նավթի մեծ մասը գնում էր Չինաստանը, կարելի է ասել։ Հիմա ինքը զրկվել է այդ երկու աղբյուրից։ Գումարած գներն են բարձրացել։ Գները բարձրանալու դեպքում ինքը 4 ամիս կարա, մաքսիմում 4 ամիս կարա պահի էժան գները։ Ինչու՞, որովհետև այդ ժամանակին ձեռք բերած էժան նավթը կհերիքի 4 ամիս, հետո ինքը ստիպված բախվելու է գների թանկացման հետ։ Կամ պիտի պետությունը ավելի մեծ դոտացիա տա արտահանողներին, կամ պիտի ուրեմն գները բարձրանա չինական ապրանքները դառնում են մեղմ ասած ոչ մրցունակ, հա։ Դրա համար մենք գիտենք, որ որակել չունեն։ Հա, հիմա այսինքն Թրամփը ինչ արեց գլոբալ, կամաց խեղդում է Չինաստանին։ Սրա մասին է խոսքը։ Եվ հիմա այս ֆոնի վրա բոլորը հարցնում են, իսկ ինչքան Չինաստանը կդիմանա այս Արմեն, բայց Չինաստանն էլ Միացյալ Նահանգներն է խեղդում, չէ՞, չի առնում իրանից ապրանք, ոնց որ առաջ էր առնում, սոյան չի առնում, դե մի քանի բաներ կա եւ քանի ուրեմն ֆերմերներ 1000 քանի հազար ֆերմեր բան են հայտարարել, բանկրապսի են հայտարարել, դեռ չեն կարողանում։ Այստեղ արդեն դուք ճիշտ եք, այստեղ գալիս է արդեն պետության դիմադրողականության եւ ամրության հասկացությունը։ Չաղա նիհարը կմեռնի, չէ՞։ Հենց այդ է, այսինքն տնտեսապես էլի։ Եկեք ընդունենք, որ այստեղ հնայի գործոնն է գալի, հա, ասենք ինչքան է պետությունը մեկ անձի վրա, հետո Ամերիկան փոխհատուցում է ֆերմերների որոշակի առումով այդ վնասները, այսինքն օգնում է, կարող փակում, բայց սոված չեն կամ բան չէ։ Հիմա համենայնպես դուք տեսաք, որ ինչքան էլ աղմուկ բարձրացավ, բայց կատաստրոֆիկ ինչ որ մենք միտինգներ կամ ֆերմերների բողոքներ այստեղ չտեսանք, ճիշտ է։ Բացի դրանից եկեք մի բան էլ ֆիքսենք։ Ամերիկյան ֆերմերներից շատերը արդեն փոխում են շուկաները։ Այլ պայմանավորվում են նոր պայմաններ։ Այո։ Դրա համար այս պարագայում այստեղ համեմատել Չինաստանը եւ Միացյալ Նահանգները, տեսեք, Միացյալ Նահանգները ունի 330-350 միլիոն բնակչություն, Չինաստանը ունի 1.5 միլիարդ, հա, բայց Միացյալ Նահանգների բյուջեն ավելի մեծ է, քան Չինականը։ Այստեղ պետք է հաշվի առնել այդ հնարավորությունները։ Եվ այդ ամեն ինչը հաշվի առած է ենթադրում եմ։ Եվ այս պարագայում Թրամփը գնում է Չինաստան մի պարագայում, որտեղ ասում է ես քեզ խեղդում եմ, կամաց խեղդում եմ։ Դրա համար դրանով պայմանավորված է այս լարվածությունը եւ թարիֆները գումարած, որ դրանով ինքը նաեւ բարձրացնում է, չէ՞, չինական ապրանքների գինը Ամերիկայում եւ շուկա է փակում իր համար կամ քիչ եկամուտներն է կրճատում Չինաստանի։ Եվրոպայի հետ էլ է, չէ՞, այդ խնդրեմը, որ եվրոպացին անընդհատ ակնարկում է, որ պետք է միանալ իրանց։ Եվ այս լարվածության մթնոլորտում հիմա Թրամփը գնում է Չինաստան։ Ընդ որում Թրամփը գնում է Չինաստան մի պարագայում, երբ որ ինքը գիտի, որ Չինաստանն էլ շուտով բախվելու է լրջագույն տնտեսական դժվարությունների։ Բայց այստեղ երկրորդ մասում հետաքրքիր բան կխոսենք, նաև պատվիրակություններ հետաքրքիր ինձ։ Այո։ Հիմա գովասկ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուրգյանը։ Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGV-յու թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուրգյանի հետ։ Նրանք ովքեր մեզ նոր են միացել, ասեն, որ խոսում էինք Միացյալ Նահանգների նախագահի այցը Չինաստան, այս Չինաստան Միացյալ Նահանգներ խառը հարաբերությունների ֆոնին։ Ավելացնելու բան ունես կարծում եմ։ Այո, եւ գլոբալ խաղը, որտեւ մի քիչ էլ խոսենք Հայաստանի ընտրությունների մասին։ Այո, եւ գլոբալ խաղը, տեսեք, Ռուսաստանի պարագան, ինչի է Թրամփը կապած ուզում Պուտինին իր կողմը քաշի։ Չինաստանից փոկելու համար, Չինաստանին մեկուսացնելու համար, որովհետև տեսեք, եթե ինքը Իրանի նավթը կտրեց, Վենեսուելայի նավթը կտրեց եւ կտրի նաեւ ռուսական նավթը,
Դրա համար են այս պրոյեկտներից խոսում, չէ, չգիտեմ, միասին։ Հասկանում եմ, բայց Ռուսաստանի համար էլ դա կենսական նշանակություն ունեցող բան է իր պատերազմը շարունակելու համար։ Բայց չգիտես ինչի չէ, բայց Տրամպը որ դրա համար ինքը Ուկրաինայում ինչ որ բան է ուզում զիջի Պուտինին, բայց ուկրաինացիները չեն թողում։ Ուկրաինացիները հիմա այսօր չենք հասցնի խոսենք, բայց այնտեղ հետաքրքիր բաներ է շատ կատարում։ Երեք սենատորները բան են անում։ Վիտեքսեթի որ այո, ասում 400 քանի միլիոն ունեք որ Ուկրաինային պետք է տա, քանի ամիս ասում մի կոպեկ չեք տվել ասում։ Բայց ասեմ դե մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, ասում եմ։ Բայց ասեմ երկու հետաքրքիր նորություն։ Առաջինը որ նա Հեքսեթը ասաց որ Ուկրաինայում են ամերիկյան ներկայացուցիչները, այսինքն աշխատում համագործակցում են, ուսումնասիրում են այնտեղ ռազմի դաշտը եւ համագործակցում են։ Երկրորդը ուրեմն Պալանտիր ընկերության ղեկավար Ալեքս Կարպը, եթե չեմ սխալվում, ես ասի Պալային օր ասեցի Տիլ, բայց Տիլը չի, Կարպն է գնացել Սիոն։ Ուրեմն եւ շատ հետաքրքիր բան են կազմակերպում, սա հարիթ լինի դեռ վաղը հասցնենք խոսենք, քան հետաքրքիր բան է կատարում։ Արհեստական ինտելեկտն է արդեն դաշտը ղեկավարում, ռազմի դաշտ շատ հետաքրքիր բան է կատարվում եւ այստեղ առավելությունները գնալով ու մեծանում են, այսինքն ասեմ ձեզ Տրամպի հայտարարությունները Հեքսեթի այդքան էական չեն, ինչքան են ինչ որ Պալանտիրը ուրեմն Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետ համագործակցում արդեն 2 տարի, իսկ հիմա նոր բան են կնքում, շատ հետաքրքիր, շատ նոր, լրիվ նոր արարություն է, ռազմի դաշտը արհեստական ինտելեկտով, արդեն կիրառվում է, բայց հիմա շատ հետաքրքիր բան է կատարվում, ուրեմն եւ հիմա էկոնոմիստը տարբեր մամուլ արդեն քանի օր գրում են ռազմի դաշտում փոփոխության մասին, այսինքն ուկրաինացիների տեխնոլոգիական լուծումները առավելությունը գնալու մեծանում։ Եվ այս պարագայում նաև Ամերիկայի եւ Ուկրաինայի համագործակցությունը, այսինքն ամերիկան ստեղծության դաշնակից է մնում Ուկրաինային, անկախ Տրամպի հայտարարությունից, բայց մենք տեսնում ենք, որ իրենք մտածում էին, որ եթե Տրամպը Ռուսաստանին ինչ-որ բան առաջարկի, այսպես փոքի եւ այսպես շարունակա, որպեսզի կարողանա եւ այլն։ Զելենսկին ասաց, ես դրան չեմ գնա, դրա համար շատ տարբեր բաներ են կատարվում, անգամ ես ասեմ, անգամ ես կասկածներ ունեմ, որ այս Ուկրաինայում անկախ ամեն ինչից այդ կոռուպցիոն սկանդալները, այդ բաները մի քիչ շատ ավելի, այսպես ասենք, որոնք Զելենսկու ես չեմ կարծում, որ Զելենսկին դրանց հետ կապ ունի, ասենք, եւ այլն այսպես շարունակ, եթե ինչ որ բաներ կա, չեմ կարծում, որ Զելենսկին ուղիղ դրանց հետ կապ ունի, բայց ես կարծում եմ, որ սա նաև այսպիսի գործունեություն տակից տարվում է հենց արևմուտքի կողմից, այսինքն նույն չեմ բացառվում, էլի, որպեսզի ճնշումը մեծացնեն Զելենսկու վրա, որպեսզի Զելենսկին գնա զիջումների որոշակի։ Չեմ բացառում, տեսեք, չեմ որպես տարբերակ, որտեղ այդ աղմուկը, որ բարձրանում է Ուկրաինայում ինչ որ կոռուպցիոն սկանդալ եկել, պայթում ամբողջ աշխարհը, Ուկրաինա, համա երկրում է կամ Ամերիկայում կա կոռուպցիոն սկանդալ, պատերազմող երկիրը պարզ ամեն ինչ բոլորի չես վերահսկի, հիմա շատ բարդ վիճակ է, նո կոպիտ օրինակ։ Այսինքն այստեղ էլ պետք է հասկանալ, որ բայց Զելենսկին ոչ մի ձև ասում է, ես չեմ տա Դոնբասը։ Եվ եթե Ռուսաստանն էլ է կտրում, Չինաստանը ընդհանրապես մնում է մեկուսացման մեջ։ Այսինքն, եթե մենք նայում ենք Տրամպի պլանը, եւ գումարած թրիփը։ Այսինքն, այն ճանապարհը, որ ամենակարճ ճանապարհն է, տեսակ եվրոպացիք ընդունեցին Հայաստանի դերակատարումը արևելքից արևմուտք, այդ ճանապարհն էլ է վերցրել Տրամպը։ Իսկ չեք տեսնում, եթե գլոբալ պատկերը նայում եմ, չեք նկատում, որ Չինաստանին ուղակի խեղդելու գործընթաց է գնում։ Ես դրա համար եմ ասում, երբ որ խոսում էին Հայաստանից, Չինաստանից ապրանքները տենց մեծ առևտուր տրիլիոններ, ես այստեղ ուրիշ պատկեր եմ տեսնում։ Այսինքն սա ավելի շատ Չինաստանին վերահսկելու եւ Չինաստանի ճանապարհները վերահսկելու կամ փակելու գործընթաց է գնում, ոչ թե ասենք բացելու եւ այսպես մեծ առևտուրներ կազմակերպելու։ Եթե մենք ամբողջական պատկերը նայենք, մենք թրիփը լրիվ հասկանալի է դառնում, ինչի են ամերիկացիները հետաքրքրված թրիփով։ Սա է process-ը եւ հիմա տեսնենք, ինքը տարել է հետը BlackRock-ի ղեկավարին, տարել է Nvidia-ի ղեկավարին, սրանք գիտեք այդ կիսահաղորդիչներն են, չիպերն են, Իլոն Մասկին, դե Իլոն Մասկը մեծ բիզնես ունի, գիտեք, Tesla-ի եւ այսպես շարունակ։ Շատ հետաքրքիր պատվիրակություն է, Բեսենթը 3 բանակցել է։ Լավ, բանին չի տարել Facebook-ի տնօրենին։ Ճիշտ ասած, ես չտեսա Ցուկերբերգին, ես պատվիրակություն։ Ես կարդացի ցուցակում կար։ Ես մի քիչ առաջ ճշտեցի, չեմ կարող ասել չի, որովհետև ես մի քիչ առաջ ճշտեցի, ցուցակում չտվեց, չգիտեմ, վերջի բան, երեգուցե կա, եթե կարդացել եք, որովհետև շատ մեծ պատվիրակություն է, անգամ Բեսենթը 3 Սեուլում ա եղել, բանակցել է Չինաստանի փոխվարչապետի հետ, ուրեմն եւ հիմա պետք է միանա արդեն այնտեղ։ Որևէ ռեալ բան սպասում ես այս հանդիպումից։ Թեկուզ տնտեսական իմաստով ասեմ։ Շատ դժվար է ասել, անգամ եթե ինչ-որ բան ստորագրվի, հայտարարվի հիմա, ես շատ լուրջ կասկած ունեմ, որ դա երկար կտևի, որովհետև քանի դեռ Իրանի խնդրեմը կա, դրանք հակասող բան, այսինքն ընդ որում տեսեք, նույն հիմա կասկածներ կան, որ Չինաստանը ակտիվորեն ռազմականորեն օգնում է Իրանին, անգամ վտավախություն կա, որ հիմա արհեստական ամերիկացիների դեպս հետարքիր թեմա է։ Իրանում օգտագործել են արհեստական ինտելեկտը, այդ նույն
նշանակետեր ընտրելու հարցում դրա համար այդպես արագ եղել ամեն ինչը շատ հետաքրքիր է։ Հիմա խոսք կա, որ բոլոր հարցերով, անօթաչուների հարցով ռուսներն ու չինացիները օգնում են։ Ուրեմն վառելիքի հրթիռային վառելիքի հարցում եւ տեխնոլոգիաների հարցում չինացիները օգնում են, որպեսզի Իրանը կարողանա դիմադրի։ Այսինքն սա մեծ պայքար է եւ այստեղ անգամ ինչ որ մի բան որ պայմանավորվեն, շատ դժվար է, քանի անգամ պայմանավորեցին, քանի անգամ իբր պայմանավորեցին, քանի անգամ բայց այս տեսակ պետությունները իրար հետ երբ որ անձնական գնում են, ինչ որ բան կա, ակնկալիք ունեն, ես ենթադրում եմ, կամ նախնական ինչ որ պայմանավորվածություններ պետք է լինեն, թե չէ տենց լրիվ դատարկ չէ գնա դատարկ ճիշտ է, կարող է ինչ որ, գիտեք, վատագույն դեպքերում ինչ որ հայտարարություններ է ընդունվում, բիզնեսների համար օրինակ կարող են այս պայմաններ ստեղծվի, որ օրինակ Իլոն Մասկի բիզնեսը ծաղկի Չինաստանում, ամերիկացիներն ինչ որ պայմաններ ստեղծեն չինական բիզնեսի համար։ Թրամփը ասում է, որ մենք Իրանի հարցում պետք չունենք Չինաստանի օգնության, ինձ թվում է այդքան ավելի ինքը պետք ունի դրան եւ այդ հարցը դրվելու է։ Դրանից հետո ինձ թվում է ինքը կորոշի, որ վերադարձավ, ինչ անելու Իրանի հետ Չինաստանի օգնության պարագան հետեւյալն է, շատ հետաքրքիր հարց եք տալի։ Ինքը ուզում է, որ Չինաստանը իր դեմ աշխատի։ Այսինքն ինքը ուզում է ստիպի Չինաստանը ստիպի Իրանին, որ հանձնվի, բայց եթե հանձնվի, խնդրեմն է, որ Ամերիկայի ազդեցությունը մեծանում է Հորմուզի նեղուցում, որը չինացիներին պետք չի։ Այսինքն այստեղ նոնսենս է։ Հենց դա էլի ոնց պիտի այդ ամեն ինչը։ Այսինքն ինքը ուզում է, որ բոլորը կապիտուլացվեն։ Դրա համար ես ճիշտ ես Վերջում է Գրելանդյան տաննվեր։ Կոպիտ ասած է։ Բայց մեծ հաշվով, ասենք, սրա մեջ այնա որ ես տրամաբանություն չեմ տեսնում, որ երկար այս պահին այն պայքարը որ գնում է, ես չեմ տեսնում այս պահին ռեալ հնարավորություն, որ այնպիսի մի պայմանագիր կկնքվի, որ բոլորը իհարկե ոչ։ Բայց գոնե ուզում ենք մեկ քայլ առաջ գնալ, էլի կոպիտ ասած, ինչ որ լինի, տեսեք, քանի գլոբալ հակամարտությունը Չինաստանի եւ Ամերիկայի մեջ կա, ոնց որ առաջ սովետի, ոնց որ ասենք Սովետն ու Ամերիկան ինչ որ բան կնքեցին, բրցնի, չի լինելու։ Այսպեսի մի ես օրինակ եմ բերում, կոպիտ օրինակ եմ բերում։ Օրինակ, BlackRock-ին ինչի է տարել։ Նրանք ամենավերջին չիպերն են արտադրում։ Nvidia-ին ինչի է տարել։ Նրանք շատ ուժեղ կիսահաղորդիչներ չիպեր են արտադրում։ Այսինքն ինչի դեպքում օրինակ քարտերն են այնտեղ։ Այո, չինացիները միշտ ամերիկյան տեխնոլոգիաներ են գողացել, եվրոպական թույլտվություն, հիմա էլ են գողանում, եւ այդ թույլտվություն պետք է ստանալ։ Իրանց տեխնոլոգիաները ամենավերջինը չեն։ Այսինքն ամերիկան առաջ է այս առումով։ Օրինակ, չգիտեմ, ամենավերջին չիպը, ոնց որ Տրամփն էր ասում, պարզեցված տարբերակով մի քիչ, ոչ օրիգինալ տարբերակով, որտեղ օրիգինալը դավաճանություն կլինի, որ օրիգինալ քո ունեցած ամենավերջինը տաս չինացիներին։ Մի քիչ պարզեցած տարբերակով ամենավերջին BlackRock-ի արտադրանքը կամ Nvidia-ի արտադրանքը տան չինացիներին, դրա դիմաց իրանք չեն կպնի Իլոն Մասկի բիզնեսին, օրինակի համար Չինաստանում եւ ամերիկյան ֆերմերներից կառնեն սոյա։ Այսպիսի պայմանավորվածություն այդ չիպերի մի մասն Ռուսաստան կգնա ռազմական նպատակներով օգտագործելու համար։ Այսինքն սրա մասին եմ խոսում։ Այսպիսի համաձայնություն, այո, բայց գլոբալ մի քիչ ես հիմա կասկածում եմ։ Այո։ Լավ, շնորհակալություն Արմեն։ Այսօրվա համար այսքանը սիրելի ներկա հանդիպենք վաղը, միշտ տեսություն։ Հաջողություն։